Ես ուղղակի հարկ համարեցի ներկայացնել ցեղասպանության հարամյակի հետ կապված տարբեր տեսակետներ են արտահայտում, նույնիսկ պետական հայեցակարգը, բայց մենք ներկայացրել էինք դեռևս անցյալ տարվա վերջին, ներկայացրել էինք ուղարկել նաև նախագահին առանցքային մոտեցում, որ կարելի է կոչել հայեցակարգի հիմնական մոտեցումը, հիմնական սկզբունքը։ Խնդիրն այն է, որ այսօր երբ խոսվում է 1.5 միլիոն զոհերի մասին, ճիշտ չի գնահատվում հասարակական ընկալումը։ Երբ 1.5 միլիոն հայ էր սպանվում, Թուրքիայի ներկա տարածքի բնակչությունը ընդամենը 7 միլիոն էր։ Այդ պատճառով մենք հաճախ, ես անձամբ նաև Սերժ Սարգսյանին եմ ասել անցյալում, որ երբ խոսվում է այդ թվերի մասին, զուգահեռաբար գոնե պետք է ասել, որ Թուրքիայի ներկա տարածքի այն ժամանակվա բնակչության 25%-ն է սպանվել։ Դա ոչ միայն տպավորություն է փոխում, դա նախ ճշմարտությունն է եւ իրականում ներկայացնում է կատարված հանցագործության ահագնությունը։ Թե չէ այսօր ինչ ընկալում կա, ասում է, որ 80 միլիոն թուրք կա, կամ Թուրքիան ունի 80 միլիոն բնակիչ, 1.5 միլիոնին կոտորելն հա շատ վատ է, նույնիսկ եթե 100 հոգու են սպանում, բայց այլ բան է, յուրաքանչյուր 4-րդ մարդ կամ սպանվել է կամ տեղահանվել։ Ուրեմն սա պետք է անուն մեջ տեղի ունենար։ Եվ երկրորդ, թուրքերը խոսում են արխիվների մասին։ Արհեստական խոսակցություն է, իրենց գրապահոցները բաց են, իբր թե մերը փակ են։ Այդպիսի ակնհայտ հարցերի համար գրապահոցներ քրքրել պետք չի։ Շատ կարևոր է, այո, միջազգային դիվանագիտական հարաբերությունների գրապահոցներից մի քանի փաստաթղթեր մեջտեղ բերել, օրինակ հայ պատմաբանները գիտեն, բայց քանի որ հայ քաղաքագետները հայ ժողովրդի պատմություն չգիտեն, նրանք երբեք շրջանառության մեջ չեն դնում այն փաստը, որ 1915 թվականին սկսված արդեն զանգվածային ցեղասպանությունից առաջ 14 թվականին Հոլանդիայից եւ Բելգիայից միջազգային համաձայնությամբ Հայաստան էին ժամանել երկու գեներալ նահանգապետներ եւ նրանք պետք է իրականացնեին կառավարումը հայկական ինքնավարության, որը ընդգրկում էր մոտավորապես 300,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսինքն դա արդեն միջազգայինորեն ճանաչվել էր որպես հայկական ինքնավարություն։ Եթե դա այնպիսի կարգավիճակ չէր տալիս Հայաստանին, ինչպիսին միջազգային իրավունքի ենթակա լինելն է, ապա 1920 թվականին Ուդրո-Վիլսոնյան սահմաններով ընդգրկված Հայաստանը դա միջազգայինորեն ճանաչված Հայաստանն է։ Հաջորդ մեծ սխալը, որ մեր իշխանությունները թույլ են տալիս, հետևյալն է։ Պետք է ամեն անգամ ցեղասպանության մասին խոսելիս ասել, այդ ցեղասպանության հետևանքով, հիմա լավ է օգտագործում են հայրենազրկում եւ այլ նման եզրեր, պետք է շեշտել, որ այդ ցեղասպանության հետևանքով Հայաստանը կորցրել է միջազգայինորեն Հայաստան ճանաչված իր տարածքների 80%-ը։ Նույնիսկ կարելի է ստույգ դարձնել, ասենք գրել 87% կամ 81.3%-ը միջազգայինորեն Հայաստան ճանաչված։ Սրանք կարևոր բաներ են, որ չի արվում։ Ես գիտեմ, որ սարսափելի դանդաղամտություն է տիրում հայ քաղաքական մտքում, ծանծաղամտություն, սակավամտություն։ Տեսեք, ցեղասպանության հետևանքների վերացում եզրը կամ ձևակերպումը դարձվածքը շրջանառության մեջ մտավ վերջին 7-8 տարիների ընթացքում։ Մենք 1987 թվականին ենք առաջին անգամ անկախություն թերթի առաջին համարում տպագրել։ Մեր սերնդի հիմնական առաքելությունն է ցեղասպանության հետևանքների վերացումը։ Ինչքան ժամանակ պետք եղավ, որպեսզի մենք այդ հասարակ բանաձևը դարձնենք քաղաքական ուժերի, նաև իշխանությունների սեփականությունը։ Հիմա էլ այս հասարակ ձևակերպումները փորձում ենք դարձնել մեր իշխանությունների, որովհետև այլ ձև չունեն, ազգեր իրար հետ հարաբերվելու միայն մի ձև ունեն իշխանություններ։ Փորձում ենք դարձնել իշխանությունների սեփականությունը, որպեսզի ոչ թե իրենց գործը հեշտանա, այլ մեր ազգը ինչ-որ առաջընթաց կատարի, որովհետև այս ձևակերպումները, այս անառարկելի մոտեցումները նաև համաշխարհային հանրության համար են հեշտությամբ ընկալելի։ Այսօր պատշաճ էր այս հարցի մասին խոսել եւ այս հարցի մասին մենք դեռ երկար կխոսենք։ Ես ձեզ բաժանեցի ազգային ինքնորոշում միավորման պաշտոնապես ընդունած հիմնադրույթները
որոնցում շեշտվում են նույն գաղափարները մի փոքր ավելի ամփոփ։ Շնորհակալություն ձեր ներկայության համար, գիտեմ, որ այսօր 14-ին, հա? Սա 14 թվականին է ընդունվել, այո։ 14 թվականի այմ ներկայացուցիչների հունիսի համավակն է։ Հիմա արդեն միջոցառումների ընթացք է տրված, ինչ-որ բաներ է տեղի ունենում, ինչն է, չգիտեմ, ձեր կողմից ողջունել, ինչն է քննադատելի։ Ինչ կերպից ինքանար էս ամեն ինչը։ Տեսակետ կա, որ հիշեցնում է Սովետական միությունը միջոցառումների շարք։ Ցեղասպանությունը մի երևույթ է, հանցավոր երևույթ, որի մասին տարելիցների առիթով չէ, որ պետք է խոսվի, եւ հայկական պետությունը ինչ որ խոսակցություններ տանում էր։ Հիմա էլ միջոցառումների շարք է, բայց ցեղասպանության հետևանքների վերացումը Հայաստան պետության արտաքին քաղաքականության հիմքում չէ, դա հայկական ռազմավարություն չէ։ Ես դա համարում եմ մեծագույն սխալը, որը այս կազմակերպված միջոցառումներով էլ չի կարող փոխհատուցվել։ Հայաստանը չուներ եւ չունի արտաքին քաղաքականության հստակ ազգային ռազմավարություն, միջազգային իրավունքի վրա խարսխված։ Ավելին, մեր հակառակորդներին հաջողվեց մեզ այդ ռազմավարությունից շեղել, տանել դեպի Արցախյան ծանծաղուտը։ Արցախյան ճակատում ձեռք բերված մանր ու մեծ հաջողությունները ներկայացվում են որպես մեծ հաղթանակներ, բթացնելով առողջ մտածելակերպի տեր հայ մարդկանց զգացողությունները կամ պատկերացումները։ Կիլիկիո առաջնորդը դատական process-ի մասին խոսեց, ու պիտի արդեն միջազգային դատարան դիմեն առիթ ունեցրեք դրա մասին խոսելու։ Առիթ չեմ ունեցել խոսելու, բայց նրանք այդ հարցին վերաբերում են որպես իրավական հարց եւ կան միջազգային փաստաթղթեր, ընդունված միջազգային որոշումներ, կրոնական համայնքների ունեցվածքի, նրանց իրավունքների վերաբերյալ Թուրքիան ունի որպես Եվրոպական խորհրդի անդամ պետություն ունի որոշակի պարտավորություններ եւ այդ բոլոր լծակները օգտագործելը կարող է միայն ճիշտ լինել։ Ինչ վերաբերում է հաշվարկներ կատարելուն, հաշվարկներ կատարում են սովորաբար ոչ թե առաջնորդվում են սկզբունքով, այլ նկատառումներով են առաջնորդվում սովորաբար իրավագիտությունից, նաև միջազգային իրավագիտությունից գաղափար չունեցող մարդիկ։ Օրինակ տեսեք, որքան խոսվեց Հայաստանը միանում է մաքսային միությանը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ես վերջերս տարածորեն օրեր առաջ հասկացա, որ խոսքը չի վերաբերում Ադրբեջանի նկատմամբ անվտանգություն ապահովելուն կամ Թուրքիայի։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանից պաշտպանվելուն։ Սա քիչ սարսափելի վիճակում է Հայաստանը։ Երկրի ղեկավարը Ռուսաստանից հարված չստանալու համար Ռուսաստանի հետ ստրկատիրական պայմանագիր է կնքում։ Այդպեսի ահավոր բան, այդ ինչ անվտանգություն է։ Եթե ստրկատիրոջ հետ պայմանագիր ես կնքում, որ լավ ստրուկ կլինեմ։ Իսկ առողջ պետություններում ընդհանրապես ասում են սա է ճիշտ է։ Առողջ նկատի ունեմ պետությունների առողջ իշխանություններն ասում են, գիտես ինչ կա, մեզ համար դժվար է, բայց սա է ճիշտը։ Ինչ արեց Վրաստանը, ինչ արեց Ուկրաինան, ինչ անում է Մոլդովան։ Եվ մենք այդ ճիշտի հետ պիտի գնանք, որովհետև ճիշտը հավերժ է, իսկ այդ նկատառումները խաբուսիկ ու վտանգավոր։ Ինչպես ցեղասպանությունից առաջ դաշնակ, մաշնակ ոչ մեկը չէր խոսում անկախ Հայաստանի մասին։ Նրանք իրենք էլ պատրաստ չէին անկախությանը։ Ես գոնե այդ սխալը հաղթարեցի անցյալ դարի 80-ական թվականներին սերունդը նախապատրաստեցի հենց անկախություն թերթով, անկախություն գաղափարին։ Նրանք խոսում էին ինքնավարության մասին եւ ինչ ստոր բան էր, տեսեք։ Ռուսահայաստանում ապրում էին, խոսում էին Արևմտյան Հայաստանի, Թուրք-Հայաստանի ինքնավարության մասին։ Բա Ռուսահայաստանը իսկ անկախություն բառը ընդհանրապես չկար, որովհետեւ իրենք չէին առաջնորդվում են բարձր գաղափարով, որ մենք պիտի լինենք ազատ ու անկախ պետություն։ Նրանք առաջնորդվում էին թուրք ստահակների նկատառումներով։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունները առաջնորդվում են ռուս ստահակների նկատառումներով։ Բարեբախտաբար հələ թուրքին չենք ասել։ Այսօր թե հա այսօր չէ՞ ժամանելը Քիմ Քարդաշյանը։ Այդ երևույթի հետ կապված ինչ-որ գնահատական ունի։ Ինչ երևույթ։ Բարի գալուստ Քիմ Քարդաշյանին էլ բոլոր հայտնի հայերին։ Թե չէ պիտի ինչ-որ բաներ վերլուծեն։ Հայ մարդ է այցելում Հայաստան, հետո է իրեն ինչի տեղ դրել, որ պիտի որոշի ով Հայաստան այցելի, ով չայցելի։ Ես չեմ էլ խորանալ հրպերանքների մեջ։ Եվ ոչ միայն Քիմ Քարդաշյանը, որևէ մեկը, ով աշխարհում
քրեական հետապնդման ենթակա չի, Ինտերպոլը նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցել, նրանց բոլորի գալուստն էլ բարի լինի։ Եթե նույնիսկ այդպիսի մարդ կա, որ Ինտերպոլը նրան փնտրում է, բարի կլինենք Հայաստանում ձերբակալել հանձնել Ինտերպոլին։ Մնացած դեպքերում բարով են գալիս։ Երեկվա դեպքերին խնդրեմ որ ձեր գնահատական տայ։ Երեկվա դեպքերին դեռ դեպքերի ընթացքում ես գնահատական տվել եմ այմականները երեք այմ ներկայացուցչական խորհրդի անդամները միաձայն հավանություն տվեցին իմ մոտեցմանը, որը այս ամենից բոլշևիզմի հոտ է գալիս։ Իսկ ընդհանրապես իրենց քայլերը այս ամեն ինչը վերել կապել ցեղասպանության հետ, այսինքն չգիտեմ, ինչ որ իմաստով ապականել հայ այդ միջոցառում ճիշտ եք համարում, եկամ ազգանվեր թող 25-ից անել, 26-ից անել։ Խնդրել ջան, խնդրում եմ այդպեսի բառեր մի օգտագործեք, ասեմ ինչ 1965 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը որոշեց, որ ապրիլի 24-ը պայքարի օր է։ 1965 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հակադրվելով բոլշևիկյան բռնապետությանը չգնաց ծաղիկներ դնելու լացնելու, այլ դուրս եկավ փողոց ու գոռաց վանկարկեց հողերը, դա ամփոփ արտահայտում էր ցեղասպանության հետևանքները վերացնելու պահանջը։ Այնպես որ արդեն այն որ ապրիլի 24-ը պայքարի օր է, հա լավ, նախախորհրդարանի մարդիկ դրա մասին չգիտեն, բայց ես հո գիտեմ, որ դա իսկապես պայքարի օր է։ Ազգային միացյալ կուսակցությունը ստեղծվել է ապրիլի 24-ին։ Ազգային միացյալ կուսակցության օրը պաշտոնական ապրիլի 24-ն է, որովհետև այդ օրվա կալանքով ուզում եմ ասել, որ այո, դա մեր սուքը դա մեր սուքը խորհրդանշող օրն է, բայց չմոռանանք, որ ապրիլի 24-ը մեծ եղերն ուղեկցվել է նաև պայքարով։ Վանի հերոսական ապստամբությունը, որը ռուսների ջանքերով ոչնչացվեց, ավելի մեծ հարված մեզ չի հասել, քան Վանի դատարկումը։ Հիմա Արցախում ապրում է, ասենք նախնական փուլում 150,000 մարդ էր ապրում։ Այն ժամանակ Վանում 180,000 մարդ պահպանվել էր, եւ ռուսները դա ոչնչացրին։ Այսինքն դա ուղեկցվել է պայքարով։ Մեզ համար այմականներիս համար այդ կարգը կա վաղուց։ Մենք առավոտ Վանից մինչև Մայրամուտ ծոմ ենք պահում նույնիսկ, սգում ենք, հոգեբանորեն վերադառնում ենք այն վիճակը, որտեղ մեր նախնիներն եղել, իսկ երեկոյան հիշում ենք Վանի հերոսամարտ, Մուսալերան հերոսամարտ, ազգային միացյալ կուսակցության ստեղծում։ Ես դրանում արատավոր ոչինչ չեմ տեսնում, բայց որ իրենք մարդկանց գալն էին կապում, իհարկե դա իմ դուրը չէր գալիս, որ այդ օրը մարդիկ կգան։ Քիչ այդ օրը մարդկանց ոչ ոք չի կարող շրջաններից արգելել Երևան գալ։ Իսկ այդ երևույթը ապրիլի 24-ի հետ կապված, այսինքն բաներ կա, որ իհարկե մենք չէինք ընդունում, բայց այս փուլում դա կարևոր չի։ Դա իրավունք չի տալիս իշխանություններին կասկածների։ Դու կասկածների պատճառով կարող ես մարդուն կանչել, գոնե անել ինչ որ դեռ չեկիստ պապաներն են արել։ Սրանց չեկիստ պապաները, որ հիմքեր չէին ունենում, բայց կասկած էին ունենում, կանչում էին, ասում են ստորագրի, որ մենք քեզ նախազգուշացրել ենք։ Իսկ սրանք ասում են մենք քո նկատմամբ քրեական գործ ենք հարուցում, որովհետև դու կարող է մեր կարծիքով զանգվածային անկարգություն անես։ Դա թույլատրելի է։ Բայց այդ օրը չի բացառում, չէ՞, անկած այդպեսի բան լինի, ճիշտ է այդ օրը։ Կլինի այդ օրը ոստիկանությունը քնած չի, այդ օրը գերխնդիր չկա, գերխնդիրը մշտապես կա։ Գերխնդիրը այդ օրվա հետ չի կապված միայն։ Այդ օրը գագաթնակետն է կարելի ասել միջոցառումների, բայց դրա այդ օրը ոչ արտաքին քաղաքականությունը։ Այդ օրը ճիշտ օրն է ռեժիմի դեմ պայքարի, 25-ից պայքարի կամ այսօր ցեղասպանություն, ոչ մեկը ով այլ խանգարում է։ Կարելի է նաև այսօր պայքարել, բայց թատրոն չկա, պարոն Հայրիկյան։ Ես նրանց փաստաբանը չեմ, բայց ցեղասպանությունը իրենց համար նաև հազանգի նշան է։ Ցեղասպանության օրը իրենք այսօր ըստ իրենց, նաև ոչ միայն ըստ իրենց, ցեղասպանական իրավիճակում գտնվող հայ ժողովրդին սպառնացող վտանգի մասին փորձում են շեշտված խոսել։ Շատ լավ են անում, բայց թող այսօրվանից սկսեին կամ երեկոյանից սկսեին։ Նրանք վաղուց են սկսել, բայց տեսեք, գնում են Գյումրի դանակահարվում են, գնում են Արցախ ջարդ ու փշուրանում մեքենաներ, այսինքն իրենք սկսել են։ Նրանք էլ ասում են դե դեպքում մենք ապրիլի 24-ին երբ ժողովուրդը, հիմա դա իրենց նկատառումն է, ես իրենց փաստաբանը չեմ, բայց որևէ իրենց կողմից դրսևորված քայլ իրավունք չի տալիս անցնել զանգվածային կալանավորումների։ Այսա խայտարակում է Հայաստանը։ Այս կարճամիտները իսկապես կարճամիտներ, կանչեք նախազգուշացրեք։
բայց կանանավորում եք, որ ինչ վաղը բոլորը դրա մասին խոսեն։ Ղարաբաղ մտնելուց առաջ 10 անգամ կանչեր նախազգուշացրել էին, որ Ղարաբաղի իրավունք չունեին։ Այդտեղ իրավունք չունեին։ Արցախ գնալուց առաջ իրենք հանդիպել խոսել էին եւ ես դες մանրամասներ կարող եմ ասել, խոստացել էին, որ մի եկեք, մենք դες եթեր կտրամադրենք, այն ինչ որ ասելու եք, հեռուստաեթերով կասեք, խաբել էին։ Ես ոչ ներկայ իշխանությունների դատապարտողն եմ, ոչ այմականների փաստաբանը։ Այստեղ մեծ հաշվով իշխանության հարց չի, պարոն Հալիգյան։ Չէ։ Հիմա ես դες խոսում եմ իշխանության հարցը։ Իշխանության Դուք չէ, բայց ձեռքերը հեռու մեծ հաշվով 24-ից խոսքը դրա մասին է։ դա այն պահից Գերխնդիր ունե, գերխնդիր ամեն րոպե, ամեն օր։ Չէ, նրանք չեն ասում, որ հենց միայն 24-ն են, նրանք այդ օրը չեն ուզում սկսել, նրանք սկսել են իրենց պատկերացումներով իմ կողմից չարդարացված քաղաքական իրենց գործելակերպը ինձ համար արդարացված չէ, որովհետև ես երբ որևէ գործելաոճ եմ մշակում, ուսումնասիրում եմ ողջ քաղաքակիրթ աշխարհի պատմության ընթացքում դրսևորված նման փորձերը։ Ես չեմ կարող զրոյացնել մեր ժողովրդի ձեռքբերումները եւ ասել 0-ից պիտի սկսենք։ Իսկ իրենք ասում են, չէ, ամեն ինչ շատ վատ է, 0-ից պիտի սկսենք։ Ես էլ եմ ասում շատ վատ է, բայց պիտի եղածը դրականը գտնենք, արմատավորենք, խորացնենք։ Ես մաղթում եմ, որ շուտապույտ կերպով այդ կանոնավորվածները ազատ արձակվեն, որովհետև սա ստիպում է չեզոք մարդկանց ապրիլի 24-ին արդեն պաստառներով դուրս գալ փողոց ու ասել ազատել դժվար թե։ Ինչի դժվար թե։ Հենց այսօր մի ժամ հետո ցույց է։ Տեսնենք ինչքան։ Մի ժամ հետո ցույց է լինում, 10 հոգին էլ բավական է, որպեսզի խայտարակարվի ինչու ցառում։ Ուրեմն իշխանությունները պիտի ողջախոհություն դրսևորեն, Անժելա ջան, ողջախոհություն եւ չտրվեն սադրանքների։ Նույնիսկ եթե այդտեղ սադրանքի պես ինչ որ բան կար, պիտի այդ սադրանքները հաղթարես քո իշխանական իմաստությամբ, ոչ թե բոլշևիկյան բռնարարքների տրամաբանությամբ։